ես ուղղակի միանում եմ իմ գործընկերների դիրքորոշմանը եւ այդ քանի իրավի մեղադրյալների դիրքորոշմանը, այսպես ամենահասկում, ուղղակի ես մի հայտարարություն եմ անում։ Ուրեմն տեսեք, ամսի 20-ին այս ենթադրվող այդ նկարագիրը, որը ներկայացված է մեղադրյալներին, ուրեմն այդ օրը այդ այսպես կոչված զանգվածային անկարգության վերաբերյալ եւ նաեւ այլ քանակի մեղադրյալների վերաբերյալ, այդ թվում նաեւ նոն-ստոպ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գործունեության վերաբերյալ համատարած խաղաղների որոշումներ ընդունում։ Այդ պայմաններում ես ուղղակի դատարանին տեղեկացնեմ, որ առավոտը ամսի 20-ին հոկտեմբերի 2025 թվականի Յուրիի մատուցներում, ես չգիտեմ մեր այս հաղթանդամ տուժողը ինչից է տուժել և մյուս տուժողի մենք չենք տեսել, երկու տուժող ունենք այս պայդրությամբ, ինչ-որ ֆիզիկական ներգործություն է տեղի ունեցել իրենց նկատմամբ, ամենայնտեղս այսքանը կարողացա պարզել այս սակավ տեղեկատվության պարագայում, ուրեմն առավոտ ժամը 6:30-ից սկսած Երևան քաղաքից բազմաթիվ ոստիկանական և այլ հատուկ ջոկատային ուժեր են տեղափոխվել Գյումրիի մատույցներ, ավտոբուսներով, ինչ-որ մեքենաներով։ Ես չգիտեմ այս մարդը ժամանցին է այնտեղ տեղափոխվել և ինչպես է այնտեղ տուժել, որովհետև ինչ-որ ես եմ տեսել ուղիղ եթերներով, ապա տեսել եմ, թե ինչպես են ուղղակի տուժել գյումրեցիները, Գյումրի համայնքի բնակիչները և այդ թվում քաղաքապետարանի աշխատակիցները։ Եվ ստեղ երբ խոսում է զանգվածային անկարգություններ, ինչ-որ չգիտեմ ինչ մեթոդներով և այլն, նույնիսկ այդ մեթոդների վերաբերյալ որևիցե մի ապացույց գոյություն չունի։ Շատ հաճախ մեր դատարանները, ինչ-որ հղում կատարելով վճռավետ դատարանի որոշմանը, գտնում են, որ հիմնավոր կասկածի քննարկում խափման միջոցը երկարաձգելի, սխանքի լարելիս այս փուլում դատավարական պետք չէ քննարկել, որովհետև կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Ոչ, առաջնահերթ է, արդյոք հիմնավոր կասկածը ընդհանրապես գոյություն ունի, թե ոչ, որովհետև ես գտնում եմ, որ այդ հիմնավոր կասկածը գոյություն չունի, սա ուղղակի պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման շարունակությունն է և այդ շարունակությունը արագացված կարգով ուղարկվել է դատարան և մեզ պաշտպանելիս հնարավորություն չեն ընձեռել, որպեսզի մենք պատշաճ իրականացնենք մեր վստահողների նաև պաշտպանությունը, սա դրա շարունակությունն է, ուղղակի քաղաքական այս հետապնդման շարունակությունն է և մեղադրողները դա չթաքցրեցին են, ասացին ոնց քաղաքը ունենա պատշաճ ղեկավարում, հիմա տեսեք, հերիք չէ, որ պարոն Վարդան Ղուկասյանին պահում են հանիրավի ապօրինաբար կալանքի տակ, սպառնալով նրա կյանքին և առողջությանը։ Մի րոպե ընդհատել ձեզ, ձեզ ընդհատել, մենք հիմա Վարդան Ղուկասյանի մասին չենք խոսում։ Այո, խոսում եք Գյումրի։ Մի րոպե սպասեք, ձեզ պարզաբանել, որ դուք դատարանում հավասար եք։ Հավասարապես օգտվում եք իրավունքներից և պարտականություններից, որոնցից օգտվում է մեղադրանքի կողմը։ Եթե նախաքննության ընթացքում ձեր որևէ իրավունք խախտվել կամ սահմանափակվել է, դատարանում դրանք բոլորը վերականգնվելու են։ Հիմա այս խափանման միջոցների հետ կապված ինչ դիրքորոշում եք։ Այդ մասով դուք ինձ այս նյութը ինքներդ փոխանցեցիք, ես ուղղակի և մասնակցում եմ դատարանական նիստին և փորձում եմ այստեղից նաև որոշակի տեղեկատվություն ստանալ, սա լիարժեքորեն ես չեմ տիրապետում այս նյութին, սա նոր եմ ստացել և որևիցե հակառակ ապացույց մեր մեղադրողները չներկայացրեցին, որ այս նյութը ինձ տրամադրվել է, այդ թվում նաև իմ վստահորդին, պարոն Սպարտակ Ղուկասյանին։ Հիմա ես պարոն Վարդան Ղուկասյանի մասին որ խոսում եմ, մեղադրողները ինչ հայտնեցին, որ Ավետիս Առաքելյանը երբ պետք է լիարժեք մասնակցի քաղաքի կառավարմանը, մենք այստեղ հենց այնպես չենք ասում, որ սա քաղաքական հետապնդում է, քաղաքը զրկված է իր
կողմից օրինական կարգով ընտրված տեղական կառավարման իշխանության հնարավորությունից, այսինքն քաղաքը ունի օրինական կարգով ընտրված քաղաքապետ, ով գտնվում է համիրավի բանտախցում, այսպես կոչված ԱԱԾ մեկուսարանում, ում առողջական վիճակը լուրջ խնդիր է առաջացրել, որի վերաբերյալ առկա է արդեն իսկ հրատապ միջոց կիրառելու դիմում մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ այս բանի կառավարության հետ կոմունիկացիա է եւ հիմա է պարզվում է որ Ավետիս Առաքելյանը եթե լիարժեք պետք է կառավարի քաղաքը ապա այդ լիարժեքության դեպքում մեղադրողի մոտ նորից հարցեր են առաջանում եւ բացակայելու արգելք կիրառելը միայն նրա համար է որպեսզի մարդը չլինի փախուստի դրա պարագայում քաղաքը հերիք չէ, որ ուզում է զրկել, ուր պետք է փախուստի դիմի, կամ դրա վերաբերյալ որևիցե հիմնավորում չկա։ Ես մասնավորապես, քանի որ մի քանի անձի է վերաբերում խափանման միջոցը, ես փորձեցի ընդհանրականորեն ներկայացնել դատարանին ինչ է տեղի ունեցել եւ ունենում, այսքան ինչ գիտություն դատարանը կարող է ընդունել